տաղավարում հյուրընկալել ենք Սերգեյ Մելքոնյանին, նա պատմական գիտությունների թեկնածու է, վերլուծաբան, ապրի Արմենիայի գիտաշխատող։ Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ նորից համաձայնել եք հարցազրույցի ու առաջարկելու եմ սկսենք այս շաբաթվա մյուս թոփ թեմայից։ Անվտանգության եւ խաղաղության ընդդիմության առաջարկ երաշխավորի գործոն, որին Փաշինյանն ու նրա թիմը արձագանքում են խիստ էմոցիոնալ, ամենակոշտ ու կոպիտ ձևակերպումներով, կտրականապես բացառելով։ Ինչու՞։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ինձ թվում է շատերը լինի դա իշխանությունը, լինի դա ընդդիմությունը, փորձում են հասկանալ, թե ինչպես իրավիճակը կզարգանա համ Հայաստանի շուրջ, առաջին հերթին, համ գլոբալ մակարդակում մենք տեսնում ենք, որ այսօր Հարավային Կովկասը այդպիսի իրավիճակում է գտնվում, որպես սենդվիչի նման, որ համ հյուսիսի մենք ունենք պատերազմ Ուկրաինայի շուրջ, հարավում հարևանի հետ մենք ունենք պատերազմ, եւ մենք տեսնում ենք, որ ոչ մի անվտանգության երաշխիք այսօր չի աշխատում։ Մենք եկել ենք այդ քայլին, երբ որ մեծ տերությունները չեն կարող հաղթել պատերազմները։ Մյուս կողմից նաև տեսնում ենք եւ հիշում ենք, որ երբ Փաշինյանը նոր էր սկսել գործընթացները Ալիևի եւ Էրդողանի հետ, հրապարակավ հայտարարվեց, որ Բաքվից ու նաև Անկարայից պահանջում են, որ այդ գործընթացները լինեն առանց միջնորդների եւ անուղղակի։ Հետևաբար կարող եմ ասել, որ այստեղ այս երաշխավորին բացառելու փաշինյանական քաղաքականությունը նաև որոշակիորեն թելադրված է Անկարայից եւ Բաքվից։ Ինձ թվում է դա բխելու իրենց շահերից ակնհայտորեն, որովհետև ուժեղ կողմը միշտ կցանկանա, որպեսզի ուժային դիսբալանսը իր օգտին լինի։ Թուրքիան եւ Ադրբեջանին պետք է մենակ Հայաստան, ոչ թե ինչ-որ երաշխավորի հետ։ Իհարկե, անշուշտ։ Օրինակ, մենք տեսնում ենք ինչպես Ուկրաինան դա ամեն կերպով փորձում է թույլ չտալ, եւ իրենք փորձում են ամեն ձևով ներառեն երաշխավորների մեխանիզմը ընդհանուր պայմանագրի մեջ։ Նույնը փորձում անել Իրանը, հայտարարելով, որ մեզ պետք չի զինադատար, մեզ պետք է խաղաղության ինչ-որ պայմանագիր եւ պիտի լինեն ինչ-որ երաշխավորներ։ Նույնիսկ Իրանը, որը մենք տեսանք, կարող է 1 ամիս դիմադրել գեշ տերությանը եւ տարածաշրջանային գեշ տերությանը, եւ մենք տեսնում ենք, որ Իրանի կողմից հարվածների համ քանակը, համ որակը աճում է, նույնիսկ իրենց համար երաշխիքի ինստիտուտը եւ մեխանիզմը կարեւոր է, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, թե պատերազմը ավարտվի այսօր առանց որևէ ինչ-որ երաշխիքներ զսպող մեխանիզմներ, դա նշանակելու է, որ երրորդ պատերազմը անխուսափել է։ Նույնը մեր դեպքում, նույնը Ուկրաինայի դեպքում եւ այլ կոնֆլիկտների դեպքում։ Հայկ խնդրեմ։ Ես այս թեման կուզենայի շարունակել, Վարշավայում ես մասնակցում էի քննարկմանը եւ իմ ելույթին պատասխան նույն Ադրբեջանի ներկայացուցիչը, դեսպանտեն ներկայացուցիչը նույնպես անընդհատ ասում էր, որ պետք չի որևէ մեկի վրա հույս դնել, ձեր պատմական հնարավորությունն է մեր հետ եւ այլն, բայց այստեղ հենց Սերգեյ կամոձեն, որ ուկրաինացիները նույնիսկ կոնկրետ երաշխավոր են ուզում աշխարհի թիվ 1 գերպետությանը, հասկանալով, որ նույն եվրոպացիների երաշխիքներ եւ այլն դա այդ գինը չունենալու, ինչ օրինակ ԱՄՆ-ի երաշխավորը։ Բայց եւ շարունակեմ Պարսկաստանի թեման, ըստ քեզ այս զարգացումները հիմա ուր են գնում։ Մենք սպասենք ցամաքային օպերացիա, թե ի վերջո որևէ պայմանավորություն քո կարծիքով մոտակա օրերին կլինի։ Ուսում ենք էլի նորից հասնում ենք այն բիֆուրկացիայի կետին, որտեղ կա երկու հատ ճանապարհ։ Ճանապարհ համար 1, այո, ցամաքային գործողությունը ոչ մեկ չի բացառում։ Ամերիկայում աճում է դժգոհությունը, որ Իսրայելը իրենց բերեց սխալ ճանապարհով, որտեղ ակնկալիքները լիովին ուրիշ են։ Եւ այդ նույնիսկ այս կոնտեքստում մենք պիտի հասկանանք, որոնք են նպատակները ցամաքային գործողության, որովհետեւ մենք գիտենք հուլիս 4 անկախության տոնը նշում Միացյալ Նահանգներում, նույնիսկ չենք ասում ընտրությունների մասին։ Միացյալ Նահանգները ունեն ավելի ճիշտ Տրամպը ապրիլ, մայիս, հունիս։ Մոտ 3 ամիս, որպեսզի ինչ որ հաղթանակ առնվազն կարողանա վաճառի ժողովրդին։ Հիմա կա 3 հատ նպատակ. կղզին, որտեղ հիմնական Իրանի նավթային պաշարներն են, միջուկային հարստացված այս պաշարների 400 կիլո, որ ոչ մեկ չգիտի որտեղ է ինչ վիճակում է։ Եվ երրորդը կազմակերպել ռազմական էսկորտ Հորմուզի նեղուցով անցնել։ Այսինքն Իրանի մասնատման պլանը արդեն չեղարկված է, դա հնարավոր չէ։ Մենք տեսնում ենք, որ դա չաշխատեց առնվազն այս փուլում։ Ինչքան էլ կոչեր տեղ ունեցան Իսրայելից, Միացյալ Նահանգներից, որ ապագան ձեր ձեռքն է, վերջապես քայլ արեք եւ այլն, ոչ մեկ այդ քայլը չարեց։ Ոչ ժողովուրդը, ոչ պայմանական քրդերը։
Բայց նո կներես քրդերը Սիրիայից հետո դժվար թե երկրորդ անգամ նույն սխալը կրկնեին, երբ որ այդքան օգնելով Ամերիկայի պատերազմում ի վերջո իրենց խաբեցին եւ դա իրանց երկրորդ սխալը չէր լինի, դա տասնյակ էսին որ սխալը կլիներ, բայց այո, վերջի դեպքերը դրա մասին են։ Բայց խնդիրը հետեւյալն է, ոչ միայն գրավել ինչ որ տարածք, այլ պահել այդ տարածքը։ Ինչենք ինչպես օրինակ Ռուսաստանը Կիևի մոտ էր կանգնած, ռազմավարական օբյեկտների մի մասի վերահսկողության տակ էր, բայց չկարողացավ պահել։ Հիմա նույն խնդիր կլինի Միացյալ Նահանգների դեպքում։ Հետևաբար մինչև այս ուժային բալանս չհաստատվի եւ չգիտեմ Տրամպը կամ իր խորտատուները հասկանան, որ դժվար կլինի վաճառել հաղթանակ, եթե ավելի շատ զոհեր լինեն, ապա գուցե ինչ որ մի փուլին վերանային իրենց մոտեցումը։ Բայց գիտես ինչ, դա ինձ եթե պատմություն ենք խորանում, շատ նմանացնում է վիետնամական պատերազմի սկիզբը, այնտեղ նույնպես ԱՄՆ-ն այնպես չէր, որ ի սկզբանե ուզում էր այդ ծավալով մտնել պատերազմի մեջ, բայց կամած մեկ էլ մի քանի 100,000 այդն ամերիկացի զինվորներ ամբողջ ռեսուրսը բանակի գնում էր մի պատերազմի վրա։ Այդ վտանգը կա, թե կոկացկով Տրամպի վարչակազմում ի վերջո հասկանում են այդ վտանգը եւ այդ աստիճանի չեն։ Ես արդեն չգիտեմ այդ որոշումները Միացյալ Նահանգներում իրականում ով է ընդունում եւ որտեղ են ընդունում, գուցե Երուսաղեմում, ես չգիտեմ։ Այդ Չինաստանում օրինակ ասում են, որ մերձավոր արևելքը դա մեծ տերությունների գերեզման է։ Հետևաբար իրանք որևէ ձև չեն ուզում ներգրաված լինել պատերազմի մեջ, իսկ եթե գնան նշած սցենարով, որ այո, եթե ոնց որ կազինո ես եկել, ինչ որ մի ստավ կարել ես, ու չես ուզում նախորդ ստավքեր կորցնես, թվաբար շարունակում ես, այդ ի վերջո դու ամեն ինչ կորցնես, որովհետև այս դեպքում, այս սցենարում հաղթող կողմը միակ է դա Իսրայելն է։ Բայց նայ դու Չինաստանի օրինակը բերի, օրինակ ես Ռուսաստանում անընդհատ այդ միտքն եմ հնչում, ու դա փորձագիտական, երբ որ մեղադրում են, որ Ռուսաստանը այդքան ակտիվ չի մասնակցում գործողությունին, անընդհատ ասում են հիմա ով է գլխավոր գործընկերը Իրանի, ով է գնում հիմնական մասը նավթի, Չինաստանը, ով է գնում Վենեսուելայի նավթի հիմնական մասը, Չինաստանը։ Եթե Չինաստանը չի միջամտում, մենք ինչու պետք է ավելի Չինաստանից ավելի մտածենք։ Այդ Չինաստանից զգուշությունը ինչով է ըստ քեզ բացատրում։ Չեն ուզում կոնֆլիկտի մտնել կամ ինչպես դու նշեցիր, հասկանում են, որ դա միևնույնն է, որովե օգուտ չի տալու։ Չգիտեմ, ես Չինաստանի մասնագետ չեմ, բայց իրանք որովե կոնֆլիկտի մեջ ընդհանրապես փորձում են ներգրաված չլինեն, նույնիսկ 1%-ով, որտեղ նույնիսկ իրենք շահեր ունեն, նույնիսկ իրենց տեսանկյունից ի վերջո այս նավթը ետ կգա շուկա։ Այո, հիմա տնտեսությունը ինչ որ խնդիրներ կունենա, բայց քաղաքական հետևանքները իրաց համար ավելի կարևոր կլինի, քան տնտեսականը։ Հայկ, առաջարկում եմ միանանք Մոսկվա, Արմենին լսենք նաև, Արմեն։ Приветствую нашего уважаемого эксперта. У меня два вопроса. Один вопрос – это может ли подвергнуться атакам инфраструктура маршрута Трампа, которая то ли еще уже начала строиться, то ли еще не начала, но как бы в качестве какого-то месседжа. В любом случае, когда уже у Ирана развязаны руки, и он не сдерживает себя ничем, не как раньше, ограничиваясь словесными интервенциями. Это первый вопрос. И второй вопрос. А потенциальная высадка на острове Харк может ли стать для США очередной Ивадзимой с водружением, красивым водружением флага и сыграть какую-то пиар-роль для американского общества? В любом случае потери будут, как на Ивадзиме, но тем не менее. Или же это станет таким последним эпизодом Вьетнамской войны, хотя эпизод связан с войной с Камбоджей, но считается историологически, что это последний эпизод Вьетнама на острове Кохтанг, когда США потеряли вертолеты, ретировались, но тем не менее выполнили как-то свою задачу и с грехом пополам, но тем не менее об этом предпочитают не вспоминать. Скажите, пожалуйста, вот как может аукнуться истеблишменту США, если все-таки эта наземная операция будет осуществлена, и каким образом? Շնորհակալություն շատ, իրականում կարևոր հարց է։ Սկսեմ տրիպից։ Ըստ ինձ ակնհայտ է, որ Իրանի պատերազմը ազդելու է տրիպի իմպլեմենտացիայի վրա, նկատելով, որ ինքը կհետաձգվի։ Որովհետև եթե պատերազմը վարտվում է ամենահավանական սցենարը, որ մենք տեսնում ենք, Իսլամական Հանրապետությունը մնում է, պատերազմը վարտվում է եւ հաշվի առնելով իրենց դիմադրողական sense գաղափարը, Իրանը կարող է շատ հեշտ եւ պարզ հայտարարի, որ ինքը հաղթեց այս պատերազմում։ Եվ այն նոր իշխանություն, նոր սերունդը իշխանության, այսպես ասենք, որ եկավ, ինքը պարզը sense ոգևորված կլինի, որ կարողացան դիմադրեն
մեծ գերտերության, տարածաշրջանային գերտերության եւ հետեւաբար լինելով ավելի ագրեսիվ, յուրաքանչյուր ճշնամու ներկայության սահմանի մոտ արդեն ճշում գործարկի, որպեսզի որևէ ձևաչափով ներկայությունը չլինի։ Հետեւաբար տրիպը, նույնիսկ տրիպի ծրագիրը կարող է խնդիր լինի։ Ես կարող եմ այստեղ ենթահարց տալ։ Թրիփի նախագծից կարող է դուրս թողնվել Միացյալ Նահանգները, սա հարց է, եթե հաշվի առնենք, որ հատկապես վերջին օրերին նկատվում է Իրան-Թուրքիա մերձեցում, առնվազն Էրդողանը, եթե մի քիչ կոպիտ ձևակերպեմ, ամենքերբ լղոզվում է Իրանին, շատ պրո-իրանական հայտարարություններ է անում, Իրանի դաշնակիցն է համարաձևանում, անգամ բանը հասել է նրան, որ Հուսեյնը մերն է, այսինքն շիաների, այսինքն շիա-սունի տարբերություն չի դնում, այնպիսի հայտարարություններ է անում, որ կարծես նախկին Էրդողանը չլինի Իրանի դեմ, որ Թավրիզը ասում էր թուրքական պատմական հող, այսինքն կարող է ուղղակի պրոյեկտից ամերիկյան գործոնը դուրս թողնեն, ի վերջո ինչ-որ պայմանավորվածություն, բայց Թուրքիան եւ այդ պրոյեկտը մնան։ Այո, դրա մասին եմ ասում։ Խնդիրն է, որ տրիպը կամ կհետաձգվի, կամ ընդհանրապես կարող է կյանքի չկոչվի, եթե լինի Միացյալ Նահանգների մեծ կոմպոնենտ այնտեղ։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան չեն շարունակելու ճնշում գործարկեն, որպեսզի ինչ որ ճանապարհ լինի, որովհետև մենք կարող ենք ունենանք հետևյալ ռիսկ։ Ամերիկան չկա, տրիպը չկա, նոյեմբեր 9-ը 9-րդ կետը չի գործում, բայց Ադրբեջանը շարունակում է ճնշել, որ ինչ որ մի ճանապարհ լինի։ Եվ այստեղ հաշվի առնելով, որ Իրանին հնարավորությունները կարող են բավականի նվազեն պատերազմից հետո եւ այլ ինչ որ էսկալացիաներ մեջ լինի, Ռուսաստանը Ուկրաինայում է, Ամերիկան չկա, եւ ինչ որ զսպող մեխանիզմներ չկան Ադրբեջանի դեմ, որը պահանջում է ինչ որ մեկ ճանապարհ։ Սա երկարաժամկետ մեզ համար խնդիրներից մեկը կարող լինի։ Ինչ է վերաբերվում Թուրքիային, դե պարզ է, Թուրքիան երբեք չի եղել Իրանի դաշնակից եւ չի լինելու։ Այս Թուրքիայում կիսում են այն շահ Իրանի հետ, որ Անկարայում շահագրգռված չեն, որպեսզի հիմա այնտեղ տեղունա քաոս։ Պետությունը ներսից պայտի, պարակտվի եւ այլն եւ այլն։ Իրենք այս խնդիրները եւ գլխացավանքը չեն ուզում։ Այո, Իրանը մնա, բայց շատ թույլ ձևաչափով, դա իրենց շահերից իհարկե բխում է։ Արմենի երկրորդ հարցը Եվոդիմայի եւ Կամբոջայի։ Հա, դե պարզ է, որ Վիետնամի եւ այլ քեսերի դեպքում Ամերիկան ուներ հստակ նպատակ, այստեղ ես այդ հստակ նպատակը չեմ տեսնում։ Պատկերացնենք այս սցենար, որ իրանք գրավեցին այդ կղզին։ Նավթի գները ավելի աճեցին։ Իրենք փորձում են պահեն այդ կղզին եւ ունեն կորուստներ, եւ այդ կորուստները Իրանը կտարածի բոլոր հոլովակներով։ Հաջորդ end game-ը իրանց որն է, հաջորդ քայլը որը կլինի։ Դա պարզ չի թե որն է հիմնական, հա? Հասնել թե Իրան։ Դե դա անհնարին է, եթե նույնիսկ չգիտեմ Բանդերաբասից մտնեն կամ ինչ-որ այլ տեղից։ Իրանի այսպիսի դիմադրությունը ընդհանրապես ձեզ համար անակնկալ էր, թե դուք գիտեիք, որ այսպես կլինի։ Դե ամենաառաջի հարցազրույցներում, երբ որ պատերազմը տեղ ունեցավ, ես ենթադրում եմ, որ ռեժիմը չի պարակտվելու կամ պայտելու, ինչպես դա փորձում են Իսրայելը վաճառել Միացյալ Նահանգներին եւ հետո իրենց բաբլը վաճառել տանուր աշխարհին, որ բոլորը շարքից հանենք եւ ամեն ինչ տեղի կունենա, բայց ես դրանով զարմացած չեմ։ Ես զարմացած եմ դրանով, որ 1 ամիս անց, երբ որ Իրանի հոբ համակարգը բավականի հնարավորությունները նվազել են, իրանք անպրեցեդենտ ինչ որ պերֆորմանսներ են ցույց տալիս։ Իսկ դա Կովկասկովին չի շնորհ օգնություն է գալիս Չինաստանից։ Դե ինձ թվում է դժվար առանց օգնության այդպիսի հաջողություններ կարող են։ Լավրովն այսօր պաշտոնապես հերքել է հետախուզական տվյալների փոխանցումը։ Հետախուզականը, այո, գուցե չեն փոխանցում, բայց առաջատար լրատվականները Արևմտյան ակրակն ասում։ Դե ակնհայտ է, որ պատկերացրեք պատերազմի առաջի օրը, երբ որ քո հոբ համակարգը պատրաստ է, հունիս 25 թվականի պատերազմից հետո նոր համակարգեր ես գնել եւ ինչ որ լուրջ հաջողություններ չես գրանցել։ Բավականի շարքից դուրս է եկել մի մասը։ Դրանից հետո դու կարող ես հարվածես ավիակիրը կամ խոցես ինչ որ մի ձև, խոցում ես առաջին անգամ պատմության մեջ ամերիկյան գործանիչները եւ ընկնող դրոնների քանակը գնալով աճում է։ Այդ ոնց։ Ես մի բան ուզում ասում, դու անդադ խոսում ես տարածաշրջանային գերբեության մասին, դա Իսրայելն է։ Այո։ Հասկանում ենք։ Եվ անդադ դու մի քանի անգամ նշում ես այն, որ ամերիկացիները այդքանը չէին հասկանում ինչ է տեղ ունենում, բայց իմ կարծիքով Իսրայելում շատ լավ հասկանում էին, թե ինչ հետևանքներ ունեն, եւ ստեղ այսպեսի հաց։ Մենք տեսնում ենք, որ իսրայելական հարվածների հետևանքով
ամենայսպես կոնստրուկտիվ մասը էլիտայի ոչնչացվում է եւ փաստացի այնպես է արվում, որ իշխանության գան ավելի ծայրահեղականներ, ովքեր պատրաստ են շարունակել այսպես կռվելը պատերազմը։ Որն է նպատակը Իսրայելի, որպեսզի այդ քաղաքականության շնորհիվ ամերիկացիները ուզած չուզած ավելի մտնեն պատերազմի մեջ եւ վերջնական կործանեն Պարսկաստանը, Իսրայելում այդ վտանգները չեն հաշվարկել։ Համաձայն եմ, որ Իսրայելում շատ լավ հաշվարկել էին։ Այո, բայց իրենք կարող է օպտիմիստ են առումով, որ այս նպատակին կարող են կարճաժամկետ հասնել, պարակտել եւ տիրել, ինչպես դա տեղ ունեցավ Սիրիայում, մինչեւ այդ Իրաքում, Լիբիայում եւ այլն։ Սա իրենց համար լավագույն սցենարն է։ Երբ որ չկա ինչ-որ մի հատ քաղաքական միավոր, որը սպառնալիք է իրենց համար, այո, կա Իրանը, բայց որը լավ չի տիրապետում ընդհանուր տարածքներ եւ չկա ընդհանրապես սպառնալիք։ Դա է իրանց best case սցենարը, ինչպես ասում են։ Բայց տեսնում ենք, որ դա չիրականացավ։ Բայց այստեղ չեմ համաձայնել, որ բոլոր կոնստրուկտիվ գործիչներին շարքից հանեցին։ Ամենակոնստրուկտիվ իրենց համար քաղաքական գործիչը նախագահան դեր բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ կորուստների ֆոնին այնպես չէ, որ նախագահի կշիռը ուժեղանում է եւ տեսնում ենք, որ որոշումներ ընդունում են լրիվ այլ մարդիկ։ Այո, եւ պատերազմի ամենաառաջի օրից դա այդպեսին էր, որ նախագահան այստեղ ավելի շատ ֆորմալ դեր էր խաղում կամ ինչ որ նամակների, մեսեջների այս փոխանցող եւ քաղաքական որոշումները հիմա այնպես կշիռը ուրիշ տեղ է գտնվում եւ ինքը այնտեղ կմնա եւ վստահ եմ, որ դա էլ են հասկանում Իսրայելում, որ այս սցենարը շատ հավանական է, որ կարծում եք իրենց փորձագետները ինչ են գրում, որոնք այդ որոշում կայացնող կենտրոնային խորհուրդներ են տալիս, այս սցենարն էլ իրանք նախատեսում են։ Գուցե դա իրանք լավագույն սցենարը չէր, բայց ես գիտեմ, որ դու Իսրայելի զբաղվում ես, ուսումնասիրում ես, այսպեսի հաց վերջին տարիներին Իսրայելը գնում է շատ կոշտ գործողություններ, որը պետք է ընդունենք ամբողջ աշխարհում է փոխում մոտեցումը դեպի Իսրայել։ Որն է հաշվարկը Իսրայելի օգտվել այս պայմաններից Տրամպի գործունից, որը անվերապահ աջակցում է Իսրայելին եւ բոլոր իր տարածաշրջանային մրցակիցներին շարքից հանել, նույնիսկ եթե աշխարհում մոտեցումը փոխվի, մտավախություն չկա, որ կարող է լինել օրինակ հարավային Աֆրիկայի հանրապետությունում ապարտեիդի օրոք։ Նույն մենք տեսնում ենք նույնիսկ եվրոպական մի շարք երկրների իշխանությունները արդեն նմանատիպ հայտարարություններով են գալիս, ել չեմ ասում այսպես գլոբալ հարավի մասին այդ երկրներ, որտեղ Իսրայելի վարկանիշը կտրուկ ընկել է, եթե բացառությամբ Հնդկաստանի։ Որն է այդ մոտիվացիան, թե դա ինչպես որոշ լրատվականներ բացատրում են, որ Նեթանյախուն ունի ներքին խնդիրներ, դրա պատճառով անընդհատ պատերազմներ է անում։ Այդ միշտ փորձում են պրիմիտիվիզացնեն, որ կա ինչ-որ ներքին այդ վարկածներ կա, այլ լրատվական։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելի քաղաքականությունը այս 40 թվից ընդհանրապես չի փոխվել։ Այո, դրա մասին մտածում էր, որ Իսրայելը կարող է լինել մեկուսացված։ Եվ Նետանյահուն դրա մասին ասում էր մի քանի տարի առաջ, որ Իսրայելը պիտի պատրաստ լինի դառնալ Սպարտա։ Երբ որ աշխարհը ընդհանրապես չի աջակցում, նույնիսկ աշխարհի մի մասը իրենց դեմ է, եւ իրենք պիտի կարողանան բավարարեն իրենց կարիքները առանց որևէ ինչ-որ օգնության։ Այս ճանապարհին իրենք պատրաստվում են։ Բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Հիմա Իսրայելը շարունակում է վարել պատերազմ 2023 թվից, արդեն 2 տարի ու կես, 5 տարբեր ճակատներով։ Համասի դեմ, Հեզբոլայի դեմ, Արևմտյան ափում, Սիրիայում եւ Եմենում։ Հիմա դրան ավելացավ Իրանը։ Արդեն 6 ճակատ։ Եվ մենք տեսնում ենք, որ բանակում կան խնդիրներ եւ պատկերացրեք, որ այդ խնդիրների մասին բանակում արդեն բաց են խոսում Իսրայելում, նշանակում է, որ մակարդակը շատ բարձր է այդ խնդիրները։ Թաքցնել արդեն անհնար է։ Այո, դժվար է կոշտ ցենզուրա եւ այլն չես կա։ Այո, երբ պետությունը ստեղծվել է կա այդ ռազմական ցենզուրան, բայց նույնիսկ ինքը չի պահում այս բացասական արտահոսքները, ասենք, ասենք հասարակության ներսում, որովհետև շատ դժվար է համ տնտեսության համար, համ ժողովրդի համար վարել պատերազմ եւ պատկերացրեք, որ ձեր ղեկավարը հայտարարում է, որ Հեզբոլան ոչնչացվել է, Հեզբոլայից ոչ մի բան չի մնացել։ Ու հանկարծ Լիբանանից բայց Իսրայելի հյուսիսում ժողովուրդ ավելի շատ հիմա ժամանակ է հատկացնում ոչ տանը, այլ փորձում է ինչ-որ միտեղ պահկվել։ Դա դիսոնանս է իրենց համար։ Նույնը հարավում։ Հիմա այն հարվածները, որը Իրանից եկան հարավ եւ կենտրոն, այդպիսի հարվածներ նախորդ տարի իրանք չէին տեսել, պատրաստ չէին։ Եվ առաջարկում եմ միանանք նաև Լոս Անջելես, Արթուր Իսահակյան, Արթուր։ Ես հետո մի հատ։
Ողջունում եմ, մինչև հարցը ձևակերպելը նախ ասեմ, որ Միացյալ Նահանգների օրակարգում Իրանի մասնատման թեմա ես երբեք չեմ հանդիպել։ Խնդիր է դրվել իհարկե ռեժիմի փոփոխության եւ համաձայն է, որ Իսրայելը կարողացավ համոզել Թրամփին, որ շատ արագ կստացվի, այլապես Միացյալ Նահանգները չէր մտնի այդ պատերազմի մեջ, բայց արագ չստացվեց։ Ամեն դեպքում ռեժիմի փոփոխության խնդիրը այսօր դրված է, բայց Թրամփի կա այսպիսի մի հակադրություն, ուրեմն նեոկոնները միշտ առաջ են մղում այն գաղափարը, որ պետք է գնալ մինչև վերջ, նույնիսկ ցամաքային գործողությունների, որ փոխել ռեժիմը եւ ի վերջո Իրանը դարձնել ժողովրդավար Միացյալ Նահանգների հետ եւ Իսրայելի հետ բարեկամ երկիր, բայց Թրամփի քաղաքական թիմի մոտեցումն այն է, որ պետք է արագ լուծում գտնել, այսինքն գտնել մեկին, որի հետ կարելի է աշխատել, անկախ նրանից թե դա ուրեմն դրսի մարդ է, ընդդիմություն, թե հենց այս իշխանությունների ներկայացուցիչ, որը չափավոր մոտեցում ունի ընդհանրապես այդ գաղափարախոսությանը, բայց նաև ընթացքում իրենք կարողանում են ոչնչացնել Իրանի ռազմական ուրեմն հզորությունները եւ նաև բասիժ կոչվող այդ ուրեմն պատժիչ ջոկատին եւ հաշվարկն այն է, որ հետագայում երբ որ ուրեմն պատերազմական գործողությունները կավարտվեն, այդ ժամանակ կսկսվի ներքին այդ ուրեմն ռեժիմի փոփոխությունը, բայց ներսից ոչ թե դրսից պարտադրվել ձևով, կարծում եմ դա է հաշվարկը։ Եվ հարցս հիմա ասեմ, ճիշտ է, իմ տպավորությամբ Իսրայելի դերը մի քիչ շատ է չափազանցվում այն առումով, որ ճիշտ է, Իսրայելը կարողացավ համոզել, որ սկսի պատերազմ, բայց Միացյալ Նահանգների շահեր կան այնտեղ, հատկապես կապված Չինաստանի հետ, այսպես ասած, սառը պատերազմի մեջ, եւ դա կապված է նավթի հետ։ Հորմուզի նեղուցը հիմա այսօր կարելի ասել թիվ 1 խնդիրն է ամբողջ աշխարհի համար, եւ եթե հիշում եք, Իրանը եւ Չինաստանը ուրեմն առևտուր են անում նավթի եւ Չինաստանը վճարում էր իենով, այսինքն այդ դոլարային գոտուց դուրս։ Եվ մենք տեսանք, թե ինչ եղավ Վենեսուելայում, նույնը անում էր Վենեսուելան, հիմա արդեն Իրանը, այսինքն այստեղ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ինչ որ առումով նաեւ Չինաստանի համար պրոքսի պատերազմ է։ Արդյոք չեք համարում, որ այդպիսի ուրեմն պրոքսի պատերազմի ուրեմն խնդիր կա այստեղ եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի սկզբին պետք է տեղի ունենար Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը, բայց այն հետաձգվեց, քանի որ այս պատերազմը հետաձգվեց եւ հիմա կարծես թե խնդիր է դրված մինչեւ այդ հանդիպում պետք է Իրանի հարցը լուծված լինի։ Ուզում եմ խոսեք նաեւ այս թեմայով։ Ինձ թվում է, թե ի սկզբանե Միացյալ Նահանգների նպատակը լիներ հարվածը Չինաստանի, ապա այդ նպատակին ավելի հեշտ իրենք կարող են հասնել, օրինակ ոչնչացնելով ընդհանրապես այս հարկ կղզին, որտեղ հիմնականում պաշարներ են նավթի գտնում Իրանի, ոչնչացնել ընդանուր իրանական պորտերը, որտեղ գալիս են այս նավերը նավթով եւ գնում են, եւ ոչնչացնելով ընդանուր այս էքսպորտ-իմպորտային ենթակառուցվածքը, արդեն Չինաստանի համար շատ մեծ հարված կլինի։ Այո, հիմա Չինաստանի տնտեսությունը կարող է ինչ-որ խնդիրներ ունենա, բայց ինչքանով մենք տեղյակ ենք, բավականի պաշարներ իրենք ունեն, եւ այս պաշարները բավարարում են մինչեւ այս պատերազմը ավարտվի եւ նորից այս խոսքերը վերականգնվեն։ Այլ հարց, որ այստեղ կա նաեւ բացասական էֆեկտ, որ այս կոնտեքստում Չինաստանը ավելի կախված է դառնում Ռուսաստանից, որտեղ մինչև այդ Ռուսաստանն էր կախված Չինաստանից, որտեղ այլ ընտրանք շուկայի չուներ։ Հիմա Ռուսաստանն այլ ընտրանքային շուկաներ ունի, Հնդկաստան, նույնիսկ Հարավային Կորեա, ինչպես մենք իմացանք։ Եվ հիմա Ռուսաստանը կարող է նույնիսկ գնի շուրջ բանակցել Չինաստանի հետ եւ կարող է, ասեմ, ընդհակառակ դրական կլինի Ռուսաստանի համար։ Բայց նայ, մի բան հետարքի մենք տեսանք, դու նշեցիր, որ ամերիկացիները հարվածներ չեն հասցնում, բայց Իսրայելը հարվածներ հասցնում է շատ լավ հասկանալով, որ դրա արդյունքում պատասխան հարվածներ լինելու Իրանի կողմից արաբական երկրների այդ նավթային պաշարներին, ինֆրաստրուկտուրային, որն է նպատակը Իսրայելի մի կրակոցով երկու նպաստակ սպանել, համ Իրանին թույլաtsնել, համ էլ նույնիսկ իր համար շատ լոյալ արաբական այդ մոնարխիաներին թույլաtsնել։ Այդ մոնարխիաների հարց իրականում շատ մեծ խնդիր է Իսրայելի համար, որտեղ նույնիսկ իրենց հոբ համակարգը շատ կախված է այդ ռազմական ենթակառուցվածքներից, որոնք Միացյալ Նահանգները գտնվում են այդ տարածքում։ Հետևաբար հիմա Իսրայելի հոբ համակարգը չի կարող բավականին օպերատիվ արձագանքի, որտեղ ռադարների մի մասը Իրանը ոչնչացրել է երկրների տարածքում։ Դրա Իսրայելը համարել է խնդիր։ Եվ այս ընդհանուր պատերազմի
ավարտը արդեն կարող է ինչ որ մի ձևավորել նոր մեր ծովարևելքում աշխարհակարգ, այսպես ասած։ Չէ, ես նկատում եմ, տես, եթե հիշում ես, նույնիսկ Տրամպը մի անգամ նշեց, որ մենք դեմ ենք այդ հարվածներին, բայց Իսրայելը միևնույն է, այդ հարվածները հասցնում է շատ լավ իմանալով, եւ որտեղ Թեհրանը զգուշացել էր, որ ի պատասխան ոչնչացնելու է նավթային եւ գազային ինֆրաստրուկտուրան այդ Պարզ է, որ cost and benefit տեսանկյունից Իսրայելի համար դա ինչ որ խնդիր չի։ Որովհետեւ Իսրայելի տեսանկյունից ինչքան դաժան լինի ներքին տնտեսական իրավիճակը, այդքան բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի ժողովուրդը ապստամբի, այսպես կոչված ռեժիմի դեմ։ նույնիսկ իրենց դաշնակիցների հաշվին։ Այ որն է խնդիրը այդտեղ։ Եվ նայ ամենակարևորը, Անին արդեն ասեց Էրդողանի այդ մոտեցումների մասին, նույնիսկ այս գործողության ժամանակ մենք արդեն տեսնում ենք, որ Իսրայելից հայտարարություն են, որ մյուս հակառակորդը այդպես գլոբալ լինելու է Թուրքիան։ Քո կարծիքով այդ Իսրայել-Թուրքիա հարաբերությունը, որ մենք տեսանք Սիրիայում որոշակի առճակատում թեթև օքսի, ուր է գնում մոտակա տարիներին մենք տեսնելու ենք այդ մեծավոր արևելքում երկու այդ հսկաների պայքարը տարածաշրջանում։ Մենք չգիտենք ինչպես կավարտվի պատերազմը, որպեսզի տեսնենք կլինի պայքարը թե ոչ։ Գողաթեն երրորդը մնա դեռ։ Դա մենք նույնիսկ արտանք հիմնական իսրայելական անվտանգության ոլորտում վերլուծական կենտրոնները ինչ են գրում, որոնք իրենց ռեկոմենդացիաներ են տալիս որոշում կայացնողներին, ապա իրենք շատ հստակ նշում են Թուրքիան արդեն վերջի տարիների ընթացքում որպես պոտենցիալ թշնամի։ Բարձր որ Իրանից հետո։ Իսկ ինչ պատճառներով են, որովհետև դա ամենահզոր մուսուլմանական երկիրն է, որովհետև դա տարածաշրջանային մրցակից է, որն է պատճառը, որ նրանք այդպես են։ Իսկ այստեղ ընդամենը մեկ պատասխան չկա, այստեղ մի քանի հատ շերտ կա։ Առաջինը սա պայքար է տարածաշրջանում դոմինանտության համար։ Հիշենք, որ այո, Իսրայելը միակ միջուկային տերությունը տարածաշրջանում եւ կարող հիշենք Հական Ֆիդանի ելույթը, որ բարձա որ այդ առնվազն ձգտումները կարող են լինել Թուրքիայում, կփոխի ուժային բալանսը։ Երկրորդը ազդեցության գոտիների հարցը։ Իսրայելը հիմա հետեւյալ ռազմավարություն է ընդունել, որ ինքը ստեղծում է բուֆերը, որը պաշտպանում է բուֆերը, որը պաշտպանի այլ բուֆերը, ինչպես Սիրիայի տարածքում։ Եվ դա Թուրքիայի համար խնդիր է, որովհետև Թուրքիայի համար Սիրիան է իր ազդեցության գոտին։ Հիմա Իսրայելը մտնում է այդ ազդեցության գոտի։ Նույնը վերաբերում է պայմանական Գազային, ապագայում այլ երկրներ Իսրայելի շուրջ։ Մի հատ կարևոր երկիր կա մեր հարևան Ադրբեջանը, որը շատ բարդ իրավիճակում է հայտնվում այս առջև։ Այստեղ պետք է հասկանանք, թե ով ավելի շատ ազդում է Ալիևի վրա։ Էրդողանը թե Նետանյահուն։ Եթե Էրդողանը հասկանա, որ Նետանյահուն ավելի շատ ազդեցություն ունի, այստեղ կարող խնդիր լինի։ Ալիևի համար։ Իդեպ թուրք-ադրբեջանական հակասություններ արդեն 3 շաբաթ է շարունակվում են, վստահ եմ տեսել եք հեռուստատեսային սկանդալներով, անգամ Թուրքիայում խոսքը հասել է նրան, որ ասում են, որ թուրքական մեդիան ղեկավարվում է այլ կենտրոններից, որը լուսաբանում է այդ թուրք-ադրբեջանական սկանդալ, Էրդողանի խոսնակը կուսակցության սաստում է, ասում է մի կռվեք, մենք երկու եղբայր ենք, հավերժ կարող ենք հակադիր ինչ-որ դիրքորոշումներ ունենալ, բայց ի վերջո Իսրայելին ինչ է պետք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրար միջև անհամաձայնություններ ունենան, ինչի արդյունքում Ադրբեջանին կօգտագործի Իրանի դեմ, թե Թուրքիան եւ Ադրբեջանը անհամաձայնություն չունենան, հաշտ լինեն ու Թուրքիային էլ Ադրբեջանի հետ ներքաշի Իրանի պատերազմի դեմ, որովհետեւ հիմա Թուրքիայում ամեն ինչում մեղադրում են Իսրայելին, դրա համար եմ այս Պարզ է Իսրայելի համար ստեղծել հավելյալ ճակատ Իրանի դեմ, դա շատ լավ քարտ կլինի։ Միայն Ադրբեջանով հերիք է, թե Թուրքիային էլ են ուզում այս ցեղի մեջ քաշել։ Ինչքան շատ ռեսուրսները տարբեր ուղղություններով գնան Իրանի համար։ Դե դիմադրեն, չգիտեմ, քրդերին, այդտեղ դիմադրեն ադրբեջանցիներին եւ այլն, այդքան դժվար կլինի պահել ընդհանուր համակարգը, բայց Իսրայելի համար հիմա դժվար թե շատ լավ լինի, եթե ինչ-որ լուրջ խնդիր լինի Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների մեջ, որտեղ հիշեցնեմ, այսօր Իսրայելը ստանում է իր նավթի մոտավորապես 47%-ը Ադրբեջանից, որը գալիս է Թուրքիայի տարածքով։ Թուրքիան ցանկանա շատ լուրջ հարված տա Իսրայելի տնտեսությանը, որտեղ նույնիսկ Էրդողանին մեղադրում են, որ դու խոսում ես, բայց ոչ պատժամիջոցներ են ընդունում, բայց ոչ մի բան չի լինում։ Բոլորը հասկանում են, որ նավթը դա տնտեսության այրուն է, որը գալիս է Թուրքան Ջեհան պորտից։ Ինչու ես դու թույլ տալիս, որպեսզի ադրբեջանական նավթը գնա քո թշնամի, իբր թե երկիր Իսրայել, երբ որ դու կարող ես այսպես
լուծես հարցերը։ Մինչև վերջին հարցս, իմ վերջին հարցը տալը, ուղղակի երկու նշում եմ արել ինձ մոտ, որ անպայման ավելացնենք, երբ պարոն Մելքոնյանը նշում էր Ֆիդանի հայտնի հայտարարություն, նկատի ուներ այն, որ եթե Իրանը ունենա եւ Իսրայել ունենան միջուկային կարողություններ, միջուկային զենք, ապա Թուրքիան նույնպես հավակնում է ունենալ միջուկային զենք եւ պարոն Մելքոնյանի խոսքը հենց սրա մասին էր եւ Արթուրի խոսքին եմ նաեւ ուզում անդրադառնալ, որ նշեց, որ Միացյալ Նահանգների նպատակը երբեք չի եղել Իրանը մասնատելը, այո, հենց այդ ֆրազը չի ասել իհարկե Թրամփը, բայց պատերազմի առաջին օրվա հայտարարություններում եւ Թրամփը եւ Նեթանյահուն ուղիղ դիմել են Իրանի տարածքի ժողովուրդներին, կոչ անելով ոտքի կանգնել, գնալ ազատության, սրա վերջնանպատակը կարծում եմ պարզ ու հասկանալի է, եթե անգամ հաշվի չառնենք, որ Իրանի տարածքի Իրաքի հետ սահմանային հատվածներն են հատկապես թիրախավորվում ամերիկյան ուժերի կողմից, այնտեղ քրդերն են, Իրաքի քրդեր, Միացյալ Նահանգներ հարաբերությունները շատ հայտնի են ու այստեղ եւս այսինքն քրդերին հայտնի է ինչի համար են ուզելու օգտագործել, հա, համաձայն եմ այո, որ մասնատել բառը ուղիղ չի հնչել, բայց գործողությունների բովանդակությունը կարդալը հնարավոր է դառնում։ Այս ամբողջ պատմության մեջ, այս խառնարանի մեջ հրաբխի մենք ենք, Հայաստանն է եւ դուք մի շատ լավ ձևակերպում հիշեցրեցիք Իսրայելի մասով, որ Իսրայելը պետք է դառնա Սպարտա, դա պետք է լինի իրենց նպատակը գոյատևելու համար այս տարածաշրջանում ուժեղանալու համար։ Որը պետք է լինի մեր անելիքը։ Մենք կարող ենք Սպարտա դառնալ, անվտանգության ելքեր գտնել, թե պետք է խեղճուկրակ, խաղաղություն, լուր ամեն ինչ զիջելով, ինչ հնարավոր է զիջելով, բոլոր պահանջները բավարարելով, որն է մեր ուղին այս տարածաշրջանում ըստ ձեզ։ Տեսեք, ինձ թվում է բոլորը հասկանում են, ինչքան շատ դու զիջես, այդքան արագ դու կպրծնես։ Ինչ որ զիջելու լիմիտներ միշտ պիտի լինեն եւ յուրաքանչյուր պետությունը այս զիջումների մասին է, ասենց ասեմ, խոսում։ Նույն Ուկրաինայում արդեն ավելի քան 4 տարի ստիպում են զիջել, մի քանի հատ ուկրաինական բանակ արդեն այնտեղ ավարտվել է, նկատի ունեմ զինված ուժերի տեսանկյունից, սպառազինության տեսանկյունից, բայց ինքը չի զիջում։ Այո, ինքը այդպես տեսնում է շահերը, գտնում է դաշնակիցներ, նույնիսկ փորձում է իրենց անուղակի դաշնակիցներին ինչ որ մի ձև օգտակար լինի, այսօր Սաուդյան Արաբիան Ուկրաինայի հետ պայմանագիր է կնքել, որը պատկերացնել դա մոտ 4 տարի առաջ շատ դժվար կլիներ։ Դեպաբար դու պետք է ցույց տաս, թե ինչով ես դու կարևոր, այն առումով թե որոնք են քո շահերը, որովհետև երբ որ դու միշտ զիջես, դե արդեն քո հետ ոչ մեկ չի համագործակցելու։ Պատկերացրեք Ուկրաինայի էլիտան այսօր որոշի զիջել։ Ամեն ինչ զիջել։ Հիմա ումից ինքը ստանալու է աջակցություն։ Դե արդեն ոչ մեկ չի ստանալ աջակցություն։ Նույնը մեր տեսանկյունից։ Դեպաբար դու պետք է միշտ հասկանաս, որ ուժային բալանսը ինքը ոչ միայն զենքի մասին է, այստեղ մենք շկերտի մասն ենք դրանից խոսում։ Ինքը նաև դաշնակիցների մասին է։ Եվ հիմա մենք այս իրավիճակում ենք, երբ որ Հայաստանը չունի դե ֆակտո դաշնակից։ Կարող ենք ունենալ։ Անշուշտ, դա կախված է նպատակներից։ Ըստ յուրաքանչյուր տեսություններին, եթե անդրադառնանք միջազգային հարաբերություններ, դաշինքները ստեղծում են շահերի շուրջ։ Երբ որ մեր շահերը ինչ որ այլ երկրի շահեր չհամընկնում, այստեղ կարող եք նույնիսկ պատերազմել, իսկ եթե ինչ որ միտեղ համընկնում է, մենք կարող ենք դաշնակից։ Շատ են ասում, որ մեր շահերը համընկնում են Ադրբեջանի հետ, դրա համար հնարավոր է խաղաղություն։ Մեր շահերը համընկնում են Ադրբեջանի հետ։ Տեսեք, Ադրբեջանի շահը հայաթափել տարածաշրջանը։ Հիմա եթե ինչ որ մեկը կարծում է, որ Հայաստանի շահերը այստեղ համընկնում են, այդ արդեն դիագնոզ է ինձ թվում։